Անդրադառնանք ընդդիմության անելիքներին։ Խնդրեմ, ընդդիմության տարբեր ուժեր կան, որ ընդդիմության անելիքին։ Գլխավոր դերակատարները։ Գլխավոր դերակատարին պիտի իրանք պատասխանեն, ինչ պիտի անեն, որովհետև ցանկացած ընդդիմություն, ցանկացած քաղաքական ուժ, որը որևէ օրակարգ ունի, պարզ է, նախընտրական քարոզարշավի ընթացքում որևէ ուժ չի կարող ասել, մենք գնում ենք պարտվելու։ Բայց բացի նրանից, ինչ իրենք ասում են, պիտի լինի նաև պլան B, ինչ են անում իրենց ակնկալած արդյունքները չստանալու պարագայում։ Դա արդեն իրենք ասեն ինչ պլան։ Քննարկումներ են գնում, այո։ Հայաստան դաշինքի դեպքում կարծում եմ էլի դեռ պիտի սպասեն, որտեվ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ ընդդիմության հետ համատեղ գործողությունների կողմնակից են։ Բարգավաճ Հայաստանի դեպքում մենք պետք է սպասենք, տեսնենք ինչ է արձանագրվում այս վերահաշվարկ կոչվածի արդյունքում։ Իդեպ Փաշինյանի գործողությունները կամ ԿՊ-ի գործողությունները ԲՀԿ-ի մասով այդ սահմանադրական մեծամասնություն ապահովելու տրամաբանության մեջ են։ Չի ապահովում, ԲՀԿ-ի մանդատներն էլ իրենք գողանում են, սահմանադրական մեծամասնություն չեն ստանում։ Փաշինյանը այլևս սահմանադրական մեծամասնություն ստանալու հնարավորություն չունի։ Ինքը այդտեղ ԲՀԿ-ի ձայները գողանալով կամ գուցե նպատակ ունեն գործարքի գնալով ուզում են ստանալ 3/5-ը, որը իրենց թույլ է տալու որոշ պաշտոններ նշանակել առանց ընդդիմության։ Բայց սահմանադրական մեծամասնություն իրենք չունեն, եթե անգամ ԲՀԿ-ն վաղը միանա իրար։ Եվ Ադրբեջանի պահանջները չեն կարող իրագործել փաստացի։ Չէ, իրենք Ադրբեջանի պահանջները կուզեն, կփորձեն իրագործել, բայց դա խնդրահարույց է։ Ես հիմա կասկածով եմ վերաբերում, իսկ արդյոք Ալիևը կցանկանա 49% աջակցություն ունեցող իշխանության հետ պայմանավորվածությունների գնալ։ Դա սա էլ է հարց։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ նույնիսկ Հայաստանի թշնամի Ադրբեջանին անհրաժեշտ է Հայաստանում ժողովրդավարություն համեմատական առումով։ Իրան ժողովրդավարություն պետք, իրեն պետք էր, որ իր դեսպանը 54% ունենա, առնվազն 54%, այո։ Հայ ժողովուրդը ցույց տվեց, ասում ենք մերժում ենք քո դեսպանին Ալիև։ Էս սա է իրավիճակը։ Ինքը ժողովրդավարություն չի ուզում, ինքը ուզում է լինի մարդ, որը 50-ից ավել տոկոս աջակցություն ունի, որ այդ պայմանավորվածությունները համարվեն հայ ժողովրդի հետ ձեռք բերված պայմանավորվածություն։